Տեր, քո մեկ մնասը 10 մնաս բերեց։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր ավետարանական ընթերցանությունը վերցված է Ղուկասի ավետարանից, որտեղ Հիսուս Քրիստոս հետաքրքիր մի առակ է պատմում Աստծո արքայության մասին։ Ասում է մի ազնվական է լինում, ով պիտի գնար հեռավոր մի երկիր, որպեսզի թագավոր օծվեր, եւ նախքան իր գնալը կանչում է իր ծառաներին եւ նրանցից յուրաքանչյուրին մեկական մնաս է տալիս, իսկն որոշակի գումար, որպեսզի նրանք շահարկեն մինչեւ որ նա կվերադառնա։ Նա գնում է եւ իր հետևից իր համագյուղացիները, համաքաղաքացիները մարդիկ են ուղարկում եւ խնդրում են, որպեսզի նրան թագավոր չօծեն, որովհետեւ չեն սիրում այս մարդուն։ Բայց նա վերադառնում է արդեն իբրև թագավորացված եւ կանչում է իր ծառաներին, որպեսզի ստանա նրանցից այն շահույթը, որը նրանք պիտի ստանային այդ մնասներից։ Գալիս է առաջին ծառան եւ ասում է. «Տեր, քո մեկ մնասը 10 մնաս բերեց»։ Այսինքն նա օգտագործեց այդ գումարը եւ կարողացավ 10 անգամ ավել արդյունք արձանագրել։ Երբ սա տեղի է ունենում, այս թագավորը նրան ասում է, գովում է նրան եւ նրան դարձնում է 10 քաղաքների իշխան։ Ասում է, թե դու հավատարիմ գտնվեցիր այս փոքրի մեջ եւ ահա 10 մնաս ձեռք բերեցիր, դարձիր 10 քաղաքների իշխան։ Նույն ձև երկրորդ ծառան մոտենում է եւ ասում է, թե ահա քո մեկ մնասը 5 մնաս բերեց։ Նույնպես այս ծառային գովում է եւ 5 քաղաքների իշխան է դարձնում։ Գալիս է երրորդը եւ ասում է. «Տեր, վախեցա քեզանից։ Գիտեմ, որ դու վերցնում ես այն, ինչ չես դրել, հնձում ես այն, ինչ չես ցանել։ Հետևաբար քո մեկ մնասը թաշկինակի մեջ պարուրեցի եւ պահեցի, որպեսզի երբ գաս վերադարձնեմ քեզ»։ Եվ Տերը բարկանում է նրա վրա եւ ասում է, որ քո բերանով իսկ պիտի դատեմ, որովհետեւ գիտես, որ ես վերցնում եմ այն, ինչ չեմ դրել եւ ցանում եմ այն, ինչ չեմ հնձել։ Չէ՞ որ այս ծառան կարող էր այդ մեկ մնասը, եթե անգամ ինքը չէր կարողանում շահագործել, տալ ուրիշներին, որպեսզի ուրիշը շահագործեին եւ դրանից իսկ արդեն շահույթ ձեռք բերեր։ Այս պատմությունը Աստծո եւ մարդկանց հարաբերությունների մասին է եւ Աստծո արքայության մասին է։ Շատերը չընդունեցին Հիսուս Քրիստոսին, շատերը չցանկացան, որպես Հիսուս Քրիստոս թագավորի, բայց Հիսուս Քրիստոս մեր թագավորն է, մեր իշխանն է, մեր Տերն է, մեր Փրկիչն է, մեր Աստվածն է։ Եվ Հիսուս Քրիստոս յուրաքանչյուրիս մնաս է տվել, շնորհներ։ Մեզանից յուրաքանչյուրին տվել է շնորհներ։ Եվ ամենամեծ շնորհը, ամենակարևոր շնորհը, որ նա մեզ տվել է, դա մեր կյանքն է։ Եվ գալու է մի օր եւ ասել է. «Ցույց տուր ինձ, թե դու քո կյանքում ինչ ես արել։ Քո կյանքը ինչ օգուտ է բերել»։ Եվ նա ով կարողանա ցույց տալ այն օգուտը, որը որ նա կարողացել է անել այն մնասով, որը որ Տերը իրեն տվել է, այսինքն այն շնորհով, որ Տերը իրեն տվել է, ապա նա ավելի մեծ բաների պիտի հասնի Աստծո արքայության մեջ։ Իսկ նա ով չկարողանա իր կյանքը ի բարին ծառայեցնել, պիտի կանգնի Աստծո առջև եւ սպասի Աստծո դատաստանին։ Մենք բոլորս ունենք տարատեսակ շնորհներ, եւ երբ Աստված որևէ մեկին շնորհ է տալիս, գիտի թե ում ինչ է տալիս, եւ գիտի, որ դու այդ շնորհը կարող ես օգտագործել, գիտի, որ դու այդ շնորհը կարող ես ծառայեցնել ի բարին։ Հետեւաբար ինչն է քեզ կանգնեցնում այդ շնորհը, այդ կյանքը, որ դու ունես, ի բարին ծառայեցնելու եւ մեծ արդյունքներ գրանցելու։ Այո, Աստված մեզանից մեծ արդյունքներ է ակնկալում, եւ առաջին հերթին նա ակնկալում է մեզանից կատարելագործում մեր մտավոր, մեր հոգևոր եւ մեր ֆիզիկական աշխարհներում։ Մեր ամբողջ էությամբ նա ակնկալում է մեզ տեսնել կատարելագործված, մշտապես դեպի կատարելությանը ձգտելու մեջ է նա մեզ ցանկանում տեսնել։ Եվ գալու է մի օր, երբ նա գալու է եւ մեզանից հաշիվ է պահանջելու։ Ասելու է, թե ցույց տվեք, թե ինչ արեցիք այն կյանքը, որը որ ես ձեզ տվեցի։ Ինչ մենք պիտի ասենք նրան։ Եկեք ամեն օր, ամեն վայրկյան ապրենք այնպես, որ կարողանանք առաջին ծառայի պես ասել. «Տեր, ահա քո մեկ մնասը 10 մնաս տվեց։ Տեր, ահա այն կյանքը, որ դու ինձ շնորհեցիր, կյանք պարգևեց նաև նրանց, ում ես հանդիպեցի։ Տեր, այն բարիքները, որ դու ինձ տվեցիր, այդ բարիքներից օգտվեցին նաև նրանց, ովքեր իմ ճանապարհին կանգնեցին, որովհետև դու իսկ դրանց ուղարկեցիր դեպի ինձ։ Տեր, ահա այն շնորհները, որ դու ինձ տվեցիր, ամբողջությամբ ծառայեցին քո զավակներին, որովհետև բոլոր մարդիկ Աստծո զավակներն են, եւ երբ Աստված մեզանից որևէ մեկին որևէ շնորհ է տալիս է որպես իր բոլոր զավակները դրանով բերկրեն եւ ուրախանան։ Հետեւաբար եկեք ապրենք այս կյանքը այնպես, որ կարողանանք ի վերջո Աստծո առաջ կանգնել եւ ասել. Տեր, քո ողորմությամբ, քո մեկ մնասը 10 մնաս բերեց։